Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Այս պահին ես Շիրակի դաշտում եմ, դաշտավայրում, Մարալիկում եմ եւ ցանկանում եմ ձեզ ցուցադրել Մարալիկի փողոցներից մեկը, որը մեր հերոսի Արկադի Տեր-Թադևոսյանի անունով է, կոմանդոսի։ Այդ որ ասֆալտ էր փռում, չգիտեմ ինչ էր անում։ Ուզում եմ դա ձեզ ցույց տալ, որ այս փողոցը կողքի հատվածը ինչ որ ասֆալտապատված է, չգիտեմ որակը ինչպիսին է, բայց ակնհայտ է, որ հիմա այստեղ նայենք, եկեք մոտեցրեք ցույց տանք, որ ասֆալտը էլի են նախքին, որ գորգորում բղավում է եւ այլն, հեսա նախքինի ասֆալտից է փռել այստեղ, այն որ ասֆալտին էր փռելու, ծեփելու էր ինչ էր անում, նայեք, էսի նոր արած ասֆալտն է, բայց նախքին որ ասում եք, նախքինից ավելի վատ ասֆալտ է արել, որովհետև բացարձակ նոր է։ Հիմա գնանք այս կենտրոնական փողոցներից է, այս կողմը հրապարակն է։ Հիմա ձեզ ցույց տալ, որ այս փողոցով դուրս են գալու Սողոմոն Թելերյանի արձանի մոտ։ Այս տարիքը կառուցել։ Ով է։ Չնայած ասեք։ Հա։ Ասեք, ոչինչ։ Տարա։ Ասեք։ Այս ճանապարհը մետարին գարաժային մեջ է, եթե Մետարին, պես բան չկա։ թերություններ ունենան, էսի աշունքն է։ Հա։ Բարբեն ջան, մետարին։ Ես չեմ կարող ասել ով։ Աշուն է ասում։ Աշունն են արել, բայց արդեն ծակվել է, տեսակ, չէ։ Գարաժային մեջ է, եթե Բա ինչի չեն եկել, թերությունը հիմա մենք տեսնենք, ինչի չեն գալիս վերացնում։ Իրանք պարտավոր են կան նորից։ Դե հիմա տեսնենք, այս ձեր քաղաքապետը ինչ որ մականունով ասեցին մեկն է, չգիտեմ, Մականուն չունի։ Չունի։ Չէ։ Բա ինչ ունի։ Ժբոն ինչ է։ Ժբոն անուն է։ Քաղաքապետը ասեցին կողմը, ասեց ժբոն է։ Ո՞վ է։ Ստե ձեր բնակիչները ով։ Բարբեն ժբոն չէ։ Չեմ ճանաչում բնակիչները։ Ժբոն չէ, Բարբեն։ Սարիբեկյան։ Սարիբեկյան ժբո։ Շաբո չէ այմար։ Բա ինչ է։ Արման է անունը։ Արմանի, լավ, ուրեմն Արմանի մեկը Էս բան է սենն, ինչ-որ հարմար չես ուզում խոսալ։ Երևում է դուք հարմար չեք ուզում խոսալ։ Ես հարմար եմ Ես խոսալ։ ձեր Սարիբեկյանին առաջի անգամ եմ լսում։ Գիտեմ, որ Նիկոլական է, ՔՊ-ից է, այսինքն Քեմալական պայմանագրից է։ Հետևաբար Այս բաներ միսա։ Այս մեր ինչի՞ չա։ Մարտի 15-ին ինչի՞ չէ։ Մի րոպե միջոցառում ինչի՞ չարեցիք Դու ահագին գրա, ես ներկայացնում տեսել եմ, դու ահագին գրա։ Ես էլի մարդ ես։ ասեք։ Քեմալական բառը ինչ է։ Այսինքն, մի հատ հարց։ Այդպես հայկա օր քեմալական է։ Մարտի 15-ին Ներով եմ ես քեզի հարց եմ տալում, այդպես հայկա օր քեմալական։ Բա ոնց չկա։ Ով է։ Դե նույնիսկ այդ ժամանակ են եղել նմանները։ Ոնց կարողա չլինի։ Բա հայերի մեջ է դավաճաններ կան, չկա։ Հա, որ ազգի մեջ չկա։ Ես չեմ ասում, բայց ասում եմ դուք ասում եք այդպես հայկա, ասում այո, կա դավաճաններ կան, բա ոնց չկա։ Քեմալական թուրքի ինչ Ահա, բառեր։ հիմա մի հատ հարց կա, բա մարտի 15-ին ինչու չարեցիք միջոցառում Թելերյանի արձանի մոտ։ Ինչու չեղարկվեց։ Քանի է դարձան դա Թելերյանը։ Չէ, ես Հայաստանում քանի է։ Այո, հենց գոյամորց։ Ես ասում Հայաստանում կան Երևան Երևանի արձանի մոտ միջոցառում է եղել այս տարի եւ մշտապես է լինում։ Այստեղ էլ է լինում, բայց այս տարի չի եղել, ինչի՞ չի եղել։ Այդ անջատետնի։ Մի հատ կասեք կբացատրեք ինչի՞ չարեցին։ Ես չեմ բռնացել, Այսինքն, այս ձեր քաղաքապետը դուր չեմ կարծում թե վախեցել է։ Չեղարկեցին։ Ինչի՞ չեղարկեցին։ Չեմ կարծում։ Դե ինչ որ վերևից ասա Մեզ մոտեցավ մի տղամարդ, ասեց ես քաղաքապետարանում եմ աշխատում։ Հիմա մեր քաղաքականությունը այնպեսին է, որ թուրքերի հետ պետք է լավ լինենք, դրա համար չենք անելու միջոցառում։ Հիմա ինձ տենց է բացատրել։ Առաջի անգամ եմ լսում ու չեմ հավատում։ Լավ, չեք հավատում, բայց ինչի՞ չարեցին։ Չէ, էլի ասում եմ, չեմ կարող ասել, բայց երել են որպես միջոցառում։ Ապայման։ Բա մարտի 15-ը այդ հատ օրն է։ Այսինքն Թուրքին գնդական հրավերն է։ Հա, բայց վետի միջոցառումը նորն է։ Այդ միշտ ամեն քայլա փոխում այդ մասին խոսան։ Չխոսանք։ Խոսանք, բայց քիչ խոսանք։ Ինչի քիչ խոսանք։ Ինչի շատ խոսանք։ Ինչի։ Ամեն օրը չխոսանք։ Բայց թուրքերը այս կողքը հուշարձան է, չէ՞ տեղադրել Խաչքարը։ Զոհերի հիշատակին, Արցախյան պատերազմի։
բայց չհիշենք այդ երիտասարդներին։ Ամեն օր չհիշենք այդ հերոսությունը։ Աբաջանի հերոսությունը ամեն օր չհիշենք։ Աբաջանի հերոսությունը։ Ռոբերտ Աբաջանի հերոսությունը։ Այսինքն դուք չեք ուզում հիշեք։ Ուզում է։ Դա բայց մենք չենք ուզում Ոչ թե հիշենք։ դրանք ամեն օր կային։ Այսինքն ամեն օր Բերեք Տելերանի օրանջի չեն նշե ինչն է Չէ, պատճառը։ հիմա ասում ենք այս փողոցը ինչի չեն վերանորոգել։ փողոցները Այս մյուս փողոցները այսպես են վերանորոգել, այսինքն կերել են, էլի։ Այսինքն լափել են։ Թերություն ունի։ Թերությունը ո՞րն է, լափել են ասված։ Այլի գնացի։ Հիմա այս է գնում, տեսեք, այս փոսերը հիմա հասնելու ենք Թելերյանի արձանի մոտ, հենց այս ճանապարհով։ Գիտեք ինչն է, դա կարելի է միջամտել։ Ասում է մի տարվա կարանտիա, այդպիսի պատմության մեջ ասֆալտապատած փողոցին մի տարվա կարանտիա չի տրվել։ Դե հիմա տեսակ չէ ում վկաներ։ Այո, Ակնհայտ է, որ վկաներ չէր ցանկանում տեսա ձայնագրության մեջ Երևան, բայց պնդում էր, այսինքն ում էր պնդում, ինչի համար էր պնդում, ում դեմն էր արդարանում, բարձ չէ, բայց դե հիմա այս փողոցը նկարենք, որ տենան քաղաքացիները ինչ վիճակում է։ Սա Արկադի Տեր-Թադևոսյանի անվան փողոցն է, կոմանդոսի, մեր հերոսի, եւ այս էլ պատկերն է, այսինքն թուրք քեմալական շների պատկերն են, այս ծակոտիները 7 տարի, 8-րդ տարին իշխանության են, բայց փողոցները ծակոտ, ջարդած, փշրած, նույն փողոցներն են, այսինքն այս ասֆալտին պետք է բերեսյան ծեփես, իսկական այս ասֆալտին արձանի են իրենք ծեփացնես, բակերի տարածքները մի հատ ցուցադրեք, ինչ է կատարվում, բակերում, նույն պատմությունն է, բակերը վերանորոգված, չվերականգնված, փոսերը անդրադից հետո, ասում է քաղաքապետն է նոր է նստել, չի նստել է, նստացրել է, ոչինչ, հիմա եք ուղարկենք ուշտե կնստի, քրեակատարողական հիմնարկները սրանց են սպասում, քեմալականներին, ասում ամեն օր մի ասեք, բա քանի օր մեկ ասենք, 5000 երեխա են տարը գետնի մեջ դրել, հողի մեջ դրել, քանի երբ ասենք, իա երեխեքին չեն տարել, ինքը լեզուն երկար է, կարա խոսի, բայց որ ազգի երեխեքին տարել են, ամեն օր չպետք է խոսենք։ Հիմա դուրս են գալիս այս մի հրապարակը, Երբ դուրս եկանք։ Դուրս եկանք, հարգելի քաղաքացիներ, այն Սարիկ ձորիկ մեկը կար, չէ, որ ասում էր չեն կռվել, դասալիք են եղել, այս հրապարակին զուգահեռ կա մեկ այլ հրապարակ, Մարալիկում, որտեղ տեղադրված է երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձանը եւ նաեւ նրանց անուններն է, ամահ կրակը չէր վառում, հանգած էր կրակը եւ այնտեղ կար խաչքար Արցախյան պատերազմի զոհերի հերոսների հիշատակին եւ նրանց անուններն էր գրված, իհարկե եռագույնը ծածանվում էր, բայց նույնպես պատշաճ կերպով հիշել, հարգել, գնալ ծաղիկներ դնել, նման բաներ քաղաքում չկա այս քեմալականները դե պարզ է, եթե մարտի 15-ին չեն հիշատակել գլխավոր թուրքերից մեկի սպանության այդ օրը, այդ գործողությունը չեն հիշատակել, Բերլինում սպանություն, այսինքն սպանություն չէ, դատական ակտի կատարածումը չեն նշել, չեղարկել են, այստեղ, հիմա տեսեք, մի հատ ցույց տվեք, այսա է մյուս հրապարակը, այստեղ պետք է միջոցառում լիներ, Սողոմոն Թելերյանի արձանի մոտ, տեսնում եք ատրճանակը ձեռքին, ես կցանկանայի դուք այնտեղ ցույց տաք, մեծացնեք, ատրճանակը ձեռքին, խալափի թուրք շան, գլուխը ոտքի տակ, այս արձանի մոտ պետք է մարտի 15-ին, այդ գործողության օրը, 1921 թվականին, պետք է տեղի ունենար միջոցառում, բայց այդ միջոցառումը չեղարկվեց։ Դեռ ավելին ամսի 13-14-ին
մեզ նույնիսկ մեկը մոտեցավ, ասեց, որ քաղաքապետարանից էր ներկայացուցիչը, այդպես ամենայն դեպս ներկայացավ, մի տղամարդ էր, ասում էր իրենք պետք է թուրքերի հետ ինչ որ աղբերանան, ընկերանան, դրա համար պետք չէ նշել այդ օրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք, ասեք։ Ասեք։ Լավ է, բաժու։ Ինչ գործում եք։ Դոկումենտները, պասպորտից, մանկությունից Հա, պետք է դիմենք։ Այդ համի իշտասում են փաստաբաններ դիպարում։ Առանց փաստաբանի դուք գնացեք ձեր կոմիտան վկայականը երբ եք ստացել, որտեղից եք ստացել։ Նամն է հարուհատ տիղնի, սաղ դայետ, բայց ծննդական չկա։ Պետք է գնաք ուղում կատարեն այդ ձեր։ Որտեղ, ես շտասդուրմար եմ ձեզ դիմեմ, դետ կրատ, վիրուչատեր եք։ Չէ, ես անձամբ չեմ կարա այս պահին դա անել։ Ծաղնոթում ունի, բայց ուղղակի այս պահին չեմ կարա։ Թող մնա մի ամիս հետո որ գամ, այդ ժամանակ էլի եթե ստեղ լինեք կմոտենամ։ Հա։ Հա։ Ես էլ հասանելի մարդ եմ, ինձ կգտնեք մի ամիս հետո։ Մեծ դունձի լավությունները ես կրկնապատիկ քերիք։ Ինձ պետք չի ձեր լավությունը, հայրիկ։ Լավ եղեք, առողջ եղեք, էդ էլ է լավություն։ Դա էլ է լավություն։ Դե առայժմ, ինչի՞ չարեցին մարտի 15-ի միջոցառումը։ Ո՞վ է ելով։ Քաղաքապետարանը։ Եկան մեզ ասեցին, որ չենք անելու, ինչ որ թուրքերի հետ ուզում են։ Փագին թողին փախան։ Ես ոչ եմ տեսնում։ Փակեցին, թողին փախա։ Չգնաց։ Չարեցին։ Էդա։ Հայրիկ, ես մի ամիս հետո որ գամ, այստեղ կլինեք, ես եթե դուք է չլինեք, կհարցնեմ, կմոտենամ։ Եղավ։ Եղավ։ Իմացե այս շքեղ շենքը արվեստի դպրոցն է, այստեղ իմ թիկունքին Սողոմոն Թելերյանն է և կողքի շենքն էլ Մարալիկի համայնքապետարանն է, կոչվում է Անի համայնքապետարան, խոշորված համայնքին դարձրել և այստեղ են հանգրվանել այսօրվա մեր օրյա քեմալականները։ Թուրքիայում են Իմամօղլուի ինչ-որ շարժումն է այդ քեմալականները, բայց պետք է Թուրքիան, գիտեք, հիմնահատակ քանդվի, բաժանվի մասերի, մեր զավթված հայրենիքը մենք պետք է նորից վերահայացնենք և այն մարդիկ, ովքեր այնտեղ Թուրքիա անունով ապրում են, հայերը, նորից պետք է ապրեն իրենց հայի անունով, ազգանունով, օրը գալու է, օրը հեռու չէ, այստեղից շատ հեշտ է անցնել դեպի մեր զավթած հայրենիքը, նույնիսկ գետը այդքան վարար չէ Ախուրյանը, այնպես որ անցնելու ենք դեպի մեր հայրենիքը։ Իսկ թուրքերին էլ այսենց ենք վերաբերվելու, ոնց որ Սողոմոն Թելերյանը, այդ էս գլուխը ոտքի տակ, ատրճանակ, այսինքն մենք զինված ենք մեր ոգով։ Այսքանը։